ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն եւ միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Հլնա ինչ ասում համո։ Կեն պապայի բելանի, մամայի բելանի, ու կեն բելանի։ Ինչ աղե բարես, որտեղ ես դու։ Արդեն իմ տղեն, տեղ ես գրում հանդիպման։ Մի հատ ինձ տեղ տար արի։ Ես գիտեմ տղայի մեծացի, արդեն բանը։ Թույլ կտակ դիմել, պարոն Վարդանյան։ Ես ինչ է նշանակում։ Վարդան Զավենիշյան, պատլուրում։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Հասկանում ես ամեն ինչ փշացրես, ամեն ինչ։ Դու ոչ չի աշխատում այդ ցավը տանեմ։ Երեք մեզ շամպանիա հյուրասիրել։ Ձեր համազգեստով էր։ Մեր մոտ ընդամենը մի տղա մատուցող կա։ Ձեր նկարագրածով չի, բայց նա էլ 3 աշխատանքի չի եղել։ Բայց հավատեմ, ով էր այդ տղեն։ Եվ ստացվում է, որ ձեր մոտ օտար մարդ է մտնում, համազգեստը փոխում, սկսում է մարդկանց սպասարկել ու դուք տեղյակ չեք, հա։ Լավ, իսկ այդ տղեն, որ ներկայացել է իբր իմ տղեն է, բայց կարես նկարագրես իր արտաքինը։ Նիհար, մեծ, դոշտակ ականջներով էր։ Ամեն ինչ արեցի, որ մեր հանդիպումը տեղի չունենա։ Ես էլ հիմար մտածում, թե իմ տղեն է ամեն ինչ փչացրել։ Բայց իրանք որտեղից են իմացել ձեր հանդիպման մասին, հա, վռամ։ Չգիտեմ։ Կարող է պատահի շուչոկ են դրել։ Հիմա շուչոկի դարն անցել Աշոտ։ Կամ էլ մեր մարդկանցից մեկը իրանց համար աշխատում։ Մեր մեջ կռիս կա։ Սպասի։ Էդ ավելի հավանական է Աշոտ։ Ու մենք այդ կռիսին պետք է գտնենք վռամ։ Գաք հիմա որ 13 գայ տապնակների փողով ոնց ենք տալու։ Իզուրե քեզ լսեցի էլի, պետքա չծախեինք։ Այսօր է գալու։ Հա, այսա ուր որ է գալու է։ Ես կտամ։ Փող ունես։ Հա, բան չունեք ինձ ասելու։ Լավ, ոստիկանություն ես հարցը կլուծի։ Սպասելի ծյոց ջան, սպասի ցամբատ տան։ Ար, մի բան էլ ավել։ Կա։ Ես որտեղից։ Աշխատել եմ։ Էդ երբ հասցրիր։ Հմբոն են մի հատ գործ չարել, զանգեց ասեց գնացի արի։ Հմբոն։ Ինչ գործ էր որ։ Ինչ թեթև գործ էր։ Ինչքան ես աշխատել որ։ 10,000։
որից 5-ը տվեցին։ Ջան, այսօր քեֆ ենք անում։ Չես զգում, որ արագությունը գերազանցում ես, Կարմին։ Սաղ երթևեկությունը կատված է հարարիր։ Բայց շոքի դեմ ոնց պայքար են։ Պատոնները փակի կոնդիցիոներ է միան սրա։ Պատոնները փակի ձեռներս ոնց դուրս անենք, այ ախպեր։ Ով գիտի այնքան ես տանկ շսաղ ձևերը մոռացել ես։ Դու արա ես դաժե որ տանկ եմ քշել, էլի ձևս լուսամուտից հանածել է, հարցը չի։ Պրոստը մենք տակավին երիտասարդ ենք, հլը մեզ ապրել է պետք, ճոգում ես։ Բախիս չմեղա, գիրես։ Բա ոնց ախպեր, չուզեցավ մեզ պաստավի տանի։ Լավ տղեկին հասնող տղա էր։ Արա բայց ինչ քեզ չէ, տենց արունովի եղած։ Արա ախպեր, մաշտից դեմը փոս է, գցե դուք այնը սիրունությունից ես խոսում։ Լրիվ ացանդը։ Լավ չիս չպլխի։ Ես նև արդեն զավեն չէ։ Բայց վաղված է։ Կարևոր պամելիս եմ։ Գնա ինչ ասեմ, զգույշ կնես։ Խանգարեց եւ արդեն զավենիչ։ Չէ, ճիշտ ժամանակին եկար, թե քեզ արդեն ասա, եթե խանգարացներ, ես քեզ սենց հեշտ չէի ների։ Արդեն զավենիչ, պրոստը կուզեի որ ես Սուսիկը որոշել ենք ամուսնանանք, մեզ շաբաթում մարցագուրտ էր պետք էլի։ Ինչ կուզենանք։ Ամուսնանանք։ Մի րոպե։ Մի կեղնի թե չի եղնի։ Երբեք որոշել ամուսնանալ։ Դե եկող շաբաթ։ Մելիքսետ, հանկարծ փախնելու փորձ չանես, դու գիտես ինձ։ Չէ, Վարդան զավենիչ ինչ փախնել, արդեն ինչ խոսք է ամեն ինչ պարզ է, էլի, պրոստը մեզ շաբաթում ժամանակ է պետք է երթանք հանգստանանք։ Չի լինի։ Հարցեր չտաս։ Ու ոչ մի բայց։ Ես տուն էի վերադառնում, ամեն շորերս բերապետ պրծան, ճանապարհ, մայրիկ սիրելիս, ինչու ես տունավի, չեմ որ հողորդի, ամեն ինչ եղավ։ Ինչ ես նստնային վրես։ Բա ասում էիր 10,000 ես աշխատել։ Իսկ գրպանս ես մտել մերժում ես։ Չեմ մտել, ընկավ ես էլ տեսա։ Էդ ինչ գործ ես արել, որ քեզ այդքան փող են տվել։ Կամ համբարձումնով է, որ քեզ գործ տա, Գագո։ Դու գիտես հիմա համբարձումով է, հա? Դու գիտես ինչ գործեր անում։ Տերում ես մարդու բախտը ոնց բերեց, համո։ Բանակումով էր вообще հարիվ մերներ, բայց այդտեղ տես։ Ինչ գործ անում որ։ Թափով մարդու մոտ է աշխատում։ Արա այդ ոնց են մտնում տեղավորվում։
Մարդ չի հասկանում։ Պարզվում է աննորմալը դա ավելի շուստի է։ Բա քեզ ինչ գործ է տվել որ։ Տվել է։ Չես ասում։ Չգիտեմ, ես քեզանից ոչ մի գաղտնիք չունեմ։ Դե ասա։ Դե գործ էր, էլի սվարկի գործ էր։ Քեզ բարի բախտ Գագո։ Ուր։ Գնում եմ գյուղ։ Ապեր լավին է Համո ջան։ Չիկեր ջան, Համո ջան, ես քեզ ոչ մի տեղը չեմ թողի գնաս։ Մենք երկուսով ինչ-որ բանի կհասնենք։ Առանձին ոչ մի բանի մենք չենք հասնի, Համո։ Ոնց կարանք հասնենք Գագո, երբ որ դու ինձ չես վստահում, ապեր։ Արա ճանկիդ մերն եմ, վստահում եմ, Համո ջան, աղբեր ջան, մենակ շորերը դիստեղ կասեմ։ Դե հիմա ասա։ Մխոյի հորը իր շոֆերն հետ քնացրել եմ։ Տարել տեղավորել եմ մեքենայի մեջ։ Ինչի՞։ Չգիտեմ, ապեր, տենց էր պետք։ Ոնց։ Դու մեր մխոյի հորը։ Գագո։ Դու սվոլը չես։ Գիտեմ, ապեր։ Դու մերզավեց ես։ Գիտեմ, Համո ջան, նորություն չես ասում, ապեր։ Գագո, դու զասրանեց ես։ Գիտեմ, ապեր, գիտեմ։ Դու արյա, օրը մերզավեց, որ ես տենց բան չանեի, բանց ենք ընկապողը տալու, հե, մտածում ես վակ չէ, հե, թե ինձ հաճելի էր էդ գործը, սիպված եմ էդ գործը արել, արի հասկանում ես արա դու։ Գագո, բա հիմա մենք ոնց ենք մխոյի աչքերին նայելու։ Չգիտեմ, մի ձև կնանք էլ։ Համբարձում։ Ես եմ։ Վեր կաց բալես, դե ժամը քանիսն ա դարել։ Ման դու ես։ Հացավը տանեմ, վեր կաց հաց կեր, հա։ Չէ դե մի քիչ քնեմ էլի, հա։ Հա, Վարդան Զավերիչ։ Կես ժամից լինես իմ մոտ։ Լսում եմ։ Այսօր։ Գործի։ Ինչ գործակար ես ինձ ասես։ Դե ոնց որ ինքը բիզնես է էլի։ Դու դե ինչ ես անում։ Ոնց որ փորձաշրջան եմ անցնում էլի։ Հա բայց գործիդ բնույթը ո՞րն է։ Գործից բնույթը դեռ պարզ չի։ Ներսարի։ Ամեն ինչ լավ անցավ։ Կարոտը տարար։ Հուզականությունը վերջացավ։ Դե Հիմա լսի հաջորդ հարցակման պլանի մասին։ Ինչ հարցակման պլան։ Արդեն փոշմանել ես։ Լսի։ Կարող ես տնօրենների բարմանես պատմել։ Դու չէ, հա։ Բայց դες մի անգամից դժգոհություն արտահայտող դեմք ընդունեցիր։ Մի մոռացի, թե ես քեզ ինչ մեծ ներում եմ շնորհել։ Ես կարելի քեզ մի անգամ ոչնչացնեի։ Բայց ես հասկանում։ Մխոնկո բարակային ենք եւ այլն։ Բայց ուտելու համար քրտնելա պետք է ախպերես։ Իսկ ես քեզ տալիս եմ քրտնելու լավ հնարավորություն։ Բայց ոնց որ անտարբեր չեք, հա, իրեր նկատմամբ։ Ես չփլախիկին աղբոր պես եմ ընդունում, մեր մեջ ոչ մի բան չի կարա լինի։ Չի երևում։ Չէ, լուրջ եմ ասում։ Հա։
Բայց երեկվա շոկոլադը ինձ որ թե ուրիշ բան ասում։ Ոչ մի բան չի ասում։ Խրը։ Էլի գլամուր։ Այդքան զզվելի եմ, հա։ Իրեն մի հատ սերուշկիս հատուկի տեղ պետք է գնամ աշը։ Ես զբաղված եմ, ժամանակ չունեմ, Սրբուհին ասա։ Սրբուհին խանութ է գնացել, Իրեն ջան։ Բայց խանութից գալու է, չէ՞։ Կգաք հարթուկի։ Իրեն վրազ եմ, ինձ հմիա պետք հարթուկի գնամ ասում եմ։ Ես չեմ հասկանում, ձեզ բանակում հարթուկ անել չեն սովորացրել, թե դու այնտեղ հարթուկ չէիր անում։ Ես այնտեղ հարթուկ չէի անում։ Դու երևի ավել էլ չես արել, չէ։ Չէ։ Երեկան ոобще քույш գործնա ես ընդ ինչ եմ արել, ինչ չեմ արել։ Ուղղակի ուզում եմ իմանամ դու մենակ տանն ես, տես դուխով տղա թե։ Դու լսի քեզ ինչ եմ ասում։ Ով որ իմ դուխով տղա ալնելու վրա կասկածում, հա։ Ինչ շարունակի ասա, է։ Իրեն մորս պայծառ արև 5 րոպեից էսի հարթուկաշ չէ լավ։ Ես նիշ չնեղանաս։ Միեր հարթուկի։ Դու կհարթուկ ես ամուր։ Ինչ։ Ես իհարկե ոչ։ Էդ էլ պակաս ես քո աղբորը տենց հաճույք չեմ պատճառի։ Համել ուշանում ենք, հա, վերկած գնանք։ Իմն ալինելու Իրենը։ Ես կյանքում էլ սենց սկզբունքային չեմ եղել։ Հիմա առաջ չեմ տարել, բայց ես հարցում ոչ մի փողզի չում։ Հերիքա ինչքան ֆարունգի նման ապրեցի։ Իրեն ջան, ես քո սիրած շոկոլադից եմ։ Մերսի։ Իսկ դու այ չպլախիկ, տեսք ես ոնց է այս տղեն չպլախցնելու։ Հեչ տրամադրություն չունեմ, թե շեկոքնեի վեշերը կտանեի դու։ Լավա, մի անհանգստացի, դու էդ ասա հաց կերել ես։ Կերել եմ, բայց հաց չէ։ Բա ինչ ես կերել։ Անտարբերություն, հիասթափություն, դառնություն, որից է մի հատ սառնություն եմ խմելու, եթում եմ։ Մխո, ով է քեզ նեղացրել։ Լավ մնացեք։ Բա ուրա գնացել։ Ումա բան ասել։ Ոչ մեկին էլ ոչ մի բան չի ասել։ Ես որ խանութից գալիս էի դրան մոտ տեսա, ասեցի մխո ուր ես գնում, ասեց լավ մնացեք ու գնաց։ Բայց ինչի լավ մնանք։ Կամ ով լավ մնա։ Կամ ոնց լավ մնանք։ Ասա կարբիտ։ Ձած վրամ աշոտիկ են ստունը նայեցինք չկա։ Բալա մի կես բերան չի ասել ինչ ա ուզում անի։ Ուրա ուզում գնա։ Չէ, բան չի ասել։ Դե լավ մի հատ հետաքրքրվեք ուրա ինչ ա ոնց ա մի հատ զանգեք։ Եղավ։ Ձած վրամ, հենց տվերը տեսա, առաջինը դու ես իմանալու։ Արա լավ ինչ եղավ ապես տղեն։ Արաշկիսել են քյաչալի հետ խմում ա, գիտես։ Քյաչալը ով ա։ Են որ իրար հետ են ծառայ։ Դու ինչ կասես լոմիկ։ Լոմիկ։ Հա։ Վերսիա բան ունես։ Հա։ Ինձ թվում է չաստ է գնացել։ Չաստ։ Հա, այս քանի օր ասում էր, որ պետքա գնա։ Պետքա շուտ հասնեն, քանի պայմանագիր չի կապել։ Հələ մի հատ քաջիկին զանգեք, կա համարը։ Ես ունեմ։ Զանգի կարող է իրա մոտակա ինքը տեղյակ է ուրա ինչա։ Ծուն Իրենին։ Տեսա քեզ
Իրեն։ Ալո։ Լավ, եթե մի բան իմանաս զանգի։ Հələ մի րոպե, ոնց կորել է մխուն։ Գալ պետք չի։ Չէ ոնց, ես հենց հիմա գալիս եմ։ Ես քնել եք։ Ռշտուն։ Սուրճը պատրաստ է։ Ռշտուն։ Ասում եմ սուրճը պատրաստ է։ Իմ խեղ ռշտուն, ես ինչքան ես դու հոգնում։ Լավ, կես ժամ քնեք, հետո կարթնանա կխմեք։ Չէ, անես։ Վերջ քնում եք։ Լիլարի քեզ տանեմ ճանապարհեմ էլի, հենց ինք օգնել, ուզում ենք քնենք։ Բայց նորը մեկ է։ Հասկանում եմ, որ նոր ես եկել։ Բայց մենք էլ ահավոր հոգնած ենք, պիտի քնենք, որ առավոտը գնանք գործի։ Գոնե միասին սուրճ խմենք։ Լիլջանի վիճակի չեմ, նայի, Վարուշն էլ մեռած է, արի գնանք չխանգարենք էլի, արի։ Խոսս։ Վայ, վարժատնացել է։ Так, ուրեմն, դուք ինձ ասեք, երբ է դուրս եկել ու ինչ է եղել, որ դուրս է եկել։ Ցերեկն է դուրս եկել։ Ասենք ինչ-որ կոնֆլիկտ բան եղել, հա։ Դա նենց թեթև, ուզում էր սառոջկեն հարթուկեի, բայց ես ժամանակ չունեի չհարթուկեցի։ Հետա։ Նենց տպավորություն է, ոնց որ հոգեբանի են կանչել։ Հոգեբանի չեք կանչել, ես իր հետ ծառայել եմ ու գիտեմ ինքը ինչ անում, երբ անում ու ոնց։ Դու հանգիստ եղի Իրեն ջան, ես ամեն ինչ կանեմ, որ ինքը նորից վերադառնա, կարևորը որ դու չանհանգստանաս։ Բայց ես չեմ անհանգստանում, ուր էլ գնացած լինի մեկա կգա։ Հա? Իսկ ասենք, կարամ ես այդ սառուշկեն տենամ։ Բայց այդ ինչ կփոխի։ Կարող է և փոխի։ Լավ։ Էսա։ Էս? Գիտես, Իրեն, ես ասենք… Ժամանակ չեմ ունեցել, չեմ հարթուկել։ Չէ, ես էդ չէի ուզում ասեի։ Հետո ասենք չես ուզե, չես հարթուկե, հետո վաբշե։ Ես ընդհանրապես ուրիշ… Մխոն ա գրել։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է առանց որևիցե մեկին զգուշացնելու վեր կենալու ինձ վրա։ Ոնց կարելի է, ես չեմ հասկանում։ Բա իմ բարեկամները, իմ բանակի ընկերները, որ լսեն ինչ կասեն։ Ես էլ մտածում տղես արդեն մեծացել է, տղամարդ է դարձել, ով պետք է բանա, տամ թող տիրություն անի, չէ քեզ բան։ Լրի վերեկվա խմելու հետևանքներ։ Փոխանակ հետը մի հատ խոսեիր, ասեիր, չի կարելի տղա ջան, մյուս անգամ խմածտուն չգաս։ Այո, չի ինչ ես խոսում։ Լավ։ Ասեի խմածտուն չգաս, կգնալ բաբշե չէր գա։ Չես հասկանում։ Հələ սենց գոնե մի թեթև հույս կա որ կգա։ Հա։ Նավի ակերն ա գրել։ Ինչ է գրել։ Ասում Պիս բանը գրաշունի է։ Ինչու զորացել եմ, ես ուրիշ ձև էի պատկերացնում, մտածում էի գգամ տուն,
Գրկեմ մորս։ Քաջիկ։ Մտածում էի կգամ տուն, գրկեմ մորս, ատեսնյակից, քորնյակից ու կլինեմ ամենաերջանիկ մարդը։ Բայց եկա գրկեցի ու չդարձա ամենաերջանիկ մարդը։ Ես ով եմ вообще, ես ինչի պիտի ձեր հետ ապրեմ, այնա լավ էլ առանց ինձ ապրում եք էլի, ամեն մեռնովի երանի տալու։ Ոչ իմ խոսքս անցնում ձեր մեր տանը, ոչ իմ յուրատուկ մտքերը։ Դա չէ, բանակի քեփ չարեցիք։ Նայքես։ Որ համոզվեի, թե ուրախ եք իմ գալու կապակցությամբ։ Ոբշեմ ես գոյ եմ ձեր ընդունելությունից, ապրեք առանց ինձ ու լավ մնացեք։ Հայսկականից բանակի քեփ չարեցինք մենք։ Բա չի գրել ուրա գնում։ Ինչի՞ չէ։ Չէ, ինչ որ կար գրած էր կարդացի լվանում։ Հաստատ երեխես նեղացել է մեզնից։ Չէ, քաջիկ, բարես իսկ դուք բանակի քեփ արեցիք։ Տեսնում ես իրանք չեն արել։ Եվ ընդհանրապես այսօր ով է բանակի քեփ անում։ Բանակի քեփ անելը դա արդեն մոդա չի։ Բայց իսկականից կարելի է նաև բանակի քեփ անել։ Ախ, այս գործերը մարդ, այս գործերը չեն թողնում։ Ախր շատ խառը ժամանակ եկա, քաջիկ։ Բանից ախր գիտես ողորմած պապս ինչ էր ասում։ Մեր ժամանակ ցարական Ռուսաստանում ով որ բանակի քեփից հետո էր բանակ գալիս։ Ասում են ֆորսես շարվում են, չէ՞, ասում բանակի գեներալն է գալիս, ասում բաներով ասում են կաննած եղած զինվորներս, ասում իրենք հոգեր հայ տղա կանացման։ Մենք մի աշխատատեղ ունենք գրասենյակում։ Եթե նշանածը դուզի, կարող եք վերցնել։ Իսկ ինչ գործ ինչ մտանար։ Գրասենյակ է։ Թղթեր, մղթեր։ Մա այսպես բաներ։ Առաջին իմ մարդկանց եմ ասում։ Եթե չհամաձայնվի, նոր ուրիշի կվերցնեք։ Շատ մերսի, շնորհակալություն, ես ձեզ վաղը պատասխան կտամ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Զավենիշ ջան, են վրամի լակոտը զարդվել է։ Լակոտ։ Հա։ Լակոտը գոլ է։ Շամզակն է գոլ։ Դե, ատենց են ասում։ Ոնց լսել եմ, տենց էլ ասում եմ։ Շատ բան կասեն, գոլ է։ Լավ բաներ սովորեցրեք։ Բարի դրական բաներ փոխանցեք։ Անպայման։ Չի կարելի չէ։ Առավոտից իրիկուն իրար մորթել, սպանել։ Չի կարելի ատելություն սերմանել։ Մարդուն նաև պետք է սիրել։ Այո։ Բարի լույս, հատուկ մահկանացու։ Ինչ ես աղանում, դու հատուկ մահկանացու չես։ Ինչի ես ինձ բերես թե։ Տղաջ, մի փոքր հարգանք ունեցիր, հորը տարիքի մարդ է։ Ինչի եք ինձ բերես թե։ Գիտես, ընդհանրապես, ծնողների արած սխալների համար որդիները չեն պատժվում, բայց արյութս որ ժամանակները փոխվելու։ Ինչ եք ուզում ինձանից։ Քեզանից ոչ մի բան։
Բայց քո հորից իմ թիկնապահին եմ ուզում։ Չի կարելի չէ վերցնել տանել պահել։ Այդ ինչի նման է։ Արա Մարտել, դու լավ արե։ Ասա պարոն Արեշատյան, ասա հանգստացի։ Մարտել, տղապահի մեծացնի, որ այսօրվա օրս է ծոյին խաղագլխին։ Հա, լավ ասենք, գլուխներս խառն է եղել, բանակի քեփ չեն կարել։ Դիվ, թող ես տնից գնաս։ Լավ արե։ Հա, դրա համար է թողի գնացել։ Քո գործը չի է։ Դու մեքենադ քշի։ Մեքենաս քշի։ Հա։ Ալո։ Խոսա։ Հալո։ Բաբ, ես Վարդանի մոտ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ինչ գործ ունես այդտեղ, տղես։ Լսեցիր տղուց ձենը։ Հանգստացար։ Ինչի՞ է իմ տղես քո մոտ։ Դու այդ ինչ ռիսկի տեր ես, որ տղուս տարել պահել ես, հա։ Դե հիմա պատկերացրեցիր, թե ինչ ռիսկի տեր պիտի լինի։ Ասա որտեղ ենք հանդիպում։ Նախքան հանդիպելը։ Ես ուզում եմ իմանալ, ուրա իմ թիկնապահը, իմ հավատարիմ, բարի թիկնապահը։ Ինչ։ Ինչ ես խոսում, Վարդան։ Եթե իմ թիկնապահին ողջ առողջ չբերեսիր։ Եթե նրա մուսկուլների հետ մի բան եղավ, տղայի դերեսը չես տեսնի։ Ես քո թիկնապահից տեղյակ չեմ։ Ես ինչ թազա խաղեր են, Վարդան։ Ինչ եք անում։ Ձեր չտակ իմ տղուր։ Մատով չկպրեք, լսում եք։ Ես կանա։ Վարդանձիա, աղբենյականել ես կապել մապել է թարգի ես էտ տղեն չեմ։ Ես չեմ կար ախր ես ձևով մնամ։ Հա, դե դու վրամի տղեն ես։ Դու պիտի քո ջեբի գյուրը նստես։ Էսա, կփոխենք դիրքըտ։ Խզեք պայմանագիրը, խզեք ու բզեք թող գնա, թող իրանց չերևակայեն։ Հա, վրամ։ Աշոտ, դու տեղյակ ես Վարդանի թիկնապահից։ Կարող է ինչ-որ բան ես արել, ես չգիտեմ։ Իրանք խանգարեն մեր կարևոր հանդիպումները, մենք մի թիկնապահի էլ չենք կարա տանենք պահենք։ Աշոտ, լսի դու ինչի ինձ տեղյակ չես պահել։ Դու գիտես հիմա իմ տղան որտեղ է, գիտես։ Մորես պայծալարև ես ինչ եք անեմ արա։ Ով կատ է։ Ով կատ է։ Դե այդ գրածից հասկացանք, որ նեղացե փախելա տնից էլի։ Աման չի ասել։ Չէ։ Մխոն գտնվելա վրամը գնացելա բերին, հենց որ կարաք տուն գնաք։ Չէ, լավ է, մենք կսպասենք։ Լավ, ոնց կասեք։ Դե եկեք բարձրանանք ներսում սպասենք։ Դե լավ է, մտնենք ինչ անենք։ Եկեք, վայ, ամոթ բան չկա։ Իա։ Եկեք։ Եթե մենք այս քայլը չանեինք, Վարդանը դրանից ավելի կառիթավորվեր, վրամ։ Ու ես գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, որ դրա թիկնապահին արխիվացրել եմ։ Բա դրան որտեղ եք հիմա պահում։ Գարաժում։ Գարաժում։ Գոնե նորմալ է, թե լավ նախշել եք։ Նորմալ, վիճակում է։ Դե ուրեմն բանարը ասա, որ դրան անպայման նստած են մեքենան, հետներս տանում եք։
Իսկ սրանից հետո քո ծրագրերի մասին անպայման աշխատի ինձ տեղյակ պայես։ Եղավ Աշոտ։ Հա, պապան գնացել է բերի։ Դե, հա, երևի։ Հա։ Մահուն գտնվել է։ Գիտեմ, ես հեսա կզանգեմ։ Պապատ գնացել է բերի։ Գիտեմ, ասել է։ Հա։ Ոչ ես անհանգստանում կամ նեղվում։ Անկարծ չնեղվես, հա։ Չէ, քաջիկ, ամեն ինչ նորմալ է։ Վերջ։ 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 Վերջի նկատի ունեիր դուրը փակելը։ Քաջիկ հեռախոսով պիտի խոսամ, սպասում են։ Հա։ Դե ես ստեղ եմ։ Ես ստեղ եմ, որ նա, ես ինչ էշություն ասեցի։ Դե ջոգի էլի որտեղ ինչ ես խոսում։ Լսի քաջիկներ։ Ոնց որ ինձ է սիրահարվել։ Տենց եմ զգում։ Ինչի՞ց խփիր բերիշ ստերը։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։